Իմ խոսքերն արձագանք են գտել ոչ միայն Ռուսաստանում, այլև ԱՄՆ-ում։ Այնուամենայնիվ, պետք է նշեմ որոշ ամերիկացիների համար, ովքեր կարող են աշխարհաքաղաքական բավարարվածություն ստանալ Ռուսաստանի դժվարություններից, որ տոնելու առիթ չկա։ Այս խնդիրները կազդեն բոլորի վրա, այդ թվում Միացյալ Նահանգների վրա, և դրանց բնույթը մասամբ կապված կլինի Սիբիրում ծավալվող հետևանքների հետ։ Նույնիսկ հիմա մենք կարող ենք դիտել տորնադոների տիրույթների, հետագծերի և ուշքնության ընդլայնումը Միացյալ Նահանգներում, ճիշտ այնպես, ինչպես նախկինում կանխատեսվում էր մեր մոդելի համաձայն, օրինակ, 2024-ին Միացյալ Նահանգներն ապրեցին վերջին տասնամյակի ամենաինտենսիվ տարին տորնադոների առումով։ Մենք դեռ նոր ենք սկսել նոր տարին, և ավելի լայնածավալ բնական աղետները դեռ առջևում են, բայց ինչը դարձավ միջուկում փոփոխությունների բուռն պատճառը, ինչից առաջացավ նրա տեղաշարժը, որը հրահրեց Սիբիրի տակ գտնվող մագմատիկ փետուրի վերելքը, այստեղ տեղին է հիշել, որ ամեն 12,000 տարին մեկ ամբողջ արեգակնային համակարգը մտնում է աստղագիտական ցիկլի շրջան, որի ընթացքում հավելյալ էներգիա է ներթափանցում դեպի մոլորակների և հենց արեգակի միջուկները, ավելին, յուրաքանչյուր 24,000 տարին մեկ այս էներգիայի ներհոսքը դեպի մոլորակների միջուկներ մի քանի անգամ ավելի մեծ է լինում, և հետևաբար աղետներն ավելի սաստիկ են լինում։ Ներկա պահին երկիրն արդեն մտել է այդ արտաքին տիեզերական ազդեցության ուղղակի ներգործության գոտի, որը ավելի հզոր է լինում 24,000 տարին մեկ։ Այժմ էներգիայի ահռելի ծավալները հասնում են միջուկ, անշեղորեն ավելանում և վերածվում ջերմության, որը տաքացնում է մագման, ինչն էլ իր հերթին հալեցնում է թիկնոցը, մեծացնում մագմայի ծավալը և հանգեցնում է նրան, որ մոլորակը ընդլայնվում է ներսից։ Երկրակեղևի վրա ճնշումը ներսից բարձրանում է, ինչպես նաև աճում է ընթերքից բխող ջերմությունը։